Որ փայլեցնում ես դեմքդ մեզ վրա Եվ քո շողերով մեզ օժնում ես Լցնում ես սիրտս գոհությամբ Բարի ողորմած վերացված ես Որ փայլեցնում ես դեմքդ մեզ վրա Եվ քո շողերով մեզ օժնում ես Լցնում ես սիրտս գոհությամբ Ողնում է միայն Եվ ողում ծծում է քո առջև Սիրում է պաշտում է միայն քեզ Ամենակարող Աստված Ողնում է միայն քեզ Եվ ողում ծծում է քո առջև
Փառահեղ լինի մեր Տիրոջ սուրբ անունը, ամեն։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք, որ եկել ես այստեղ։ Շնորհակալ ենք քո ներկայության համար։ Մենք այսօր հավաքվել ենք այստեղ միայն մեկ պատճառով, որ տանք քեզ արժանի փառք, որ միանանք այն զորքերին, որոնք երգում են քեզ, ցերեկ ու գիշեր, որոնք հանգիստ չունեն ասելու, որ դու սուրբ ես։ Սուրբ ես, ով Իսրայելի գովությունների մեջ բնակվող Աստված։ Տեր, սրբիր քո ժողովրդին։ Այն արյունը, որ թափեցիր Տեր, թող սրբի մեզ, որպեսզի համարձակությամբ մոտենանք քո գահի առաջ եւ ասենք քեզ Հայր, մեր Հայր, որփին որդեգրած Հայր, բարի Հայր, դու սուրբ ես Տեր։ Խնդրում ենք Տեր, որ քո գերբնական ներկայությունով վերցնես մեզ միտքը, վերցնես ամեն բան Տեր այստեղ, մեր ուշադրությունը, որ միայն դու գրավես։ Այսօր ուզում ենք տալ քեզ գովասանք ու պատիվ։ Սուրբ Աստված, ամեն գովասանքին միայն դու ես արժանի։ Ամեն երկրպագություն, ամեն ծափահարություն միայն քեզ է վայել Տեր։ Միայն ու միայն քեզ մեր Աստված։ Մենք սիրում ենք քո ներկայությունը Տեր։ Սիրում ենք Տեր եւ գալիս ես մեր ոչինչներին Տեր, քո փայլով ու շողով լցնում ես, մեզ արժեք ես տալիս Տեր։ Եվ մեր արժեքը քո արյան գինն է։ Շնորհակալ ենք քեզ Տեր, դու արժան ես Տեր։ Դու արժան ես փառքերի, միասին երգենք, արժան ես փառքերի, սրտիցդ տուր նրան փառք։
Fire.
ապավինում ենք քո խոսքին։ Շնորհակալ ենք, որ Տեր քեզ մոտեցողներին մոտենում ես, որ քեզ ձեռք երկարողի ձեռքը բռնում ես։ Շնորհակալ ենք, որ դու ողորմած ես, կատարյալ Աստված։ Կատարյալ Աստված, երկրպագում եմ քեզ, քո սուրբ սրբության նորոգիր ինձ Տեր, ջերմությամբ հպվիր, զորությամբ օծիր, կատարյալ սիրո ցածր, ուզում եմ դահլիճը բարձրացան երգի, դահլիճը երգի։ Մեծարում ենք այս վայրում քեզ, մենք տալիս ենք քո անվանը ամեն փառք, ամեն պատիվ, բարձրացու ծափահարություններով օրհնիր Տիրոջը, օրհնիր թագավորների թագավորին, օրհնիր Աստծուն, միակ Աստծուն, հավիտյանս հավիտենից, Տեր մենք օրհնում ենք քեզ։ Հալելույա։ Օրհնյալ լինի Տիրոջ սուրբ անունը։ Փառք Հիսուսին, սիրելի եկեղեցի, եկեք շարունակենք փառք տալ Տիրոջը մեր ծափահարություններով, մեր ուզում ես գոռա, ուզում ես շչա, փառք տու Տիրոջը, հալելույա։ Սաղմոս 42:11 խոսքն եմ ուզում կարդամ. Ինչու ես տրտում ով իմ անձ, ինչու ես շփոթված ինձանում։ Աստծուն հուսա, որովհետև էլ կգոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունը իմ Աստվածն է։ Ամեն։ Գիտեք, ստեղ երևի տես մարդ չկա, որ ինչ-որ խնդիրներ կամ դժվարություններ չունի։ Բոլորս էլ մեր չափով մեր հոգսերն ունենք, մեր խնդիրներն ունենք, մեր դժվարություններն ունենք, մեր պրոբլեմներն ունենք։ Երբեմն այս Ամերիկան էլ նման է աշխատանքային գաղութի, չէ՞։ Բոլորը աշխատում են, վազում են ինչ-որ ընթացքի, մեկը 2 տեղ, մեկը 4 տեղ, մեկը 3։ Գիտեք, շատ կարևոր է, որ այս process-ի մեջ մենք չմոռանանք, որ մեր հույսը ու մեր ապավենը մեր Տերն է։ Երբեք չթողենք, որ ինչ-որ մի բան փորձի այն տեղը զբաղացնի, որ Տիրոջ տեղն է։ Երբեք չզիջենք այն տեղը, որը ամենակարևորն է, որովհետև ամեն բանից վեր, ամեն բանից կարևոր նրա ներկայությունն է ու նրա մեջ մնալն է, սիրելիս։ Եվ այս խոսքն էլ եմ ուզում հիմա կարդամ Սաղմոս 37:25 խոսքը։ Սաղմոս 2-ն ասում է. Ես երեխա եմ եւ ծերացա եւ չտեսա արդարին երեսից թողված եւ ոչ նրա զավակին, որ հաց մուրա։ Փառք Տիրոջը, սիրելի եկեղեցի, մենք հաշ չենք մուրում, մենք ինչ-որ բանի պակասություն չունենք։ Մենք ինչ-որ բանի պակասություն չունենք, անկեղծ, գիտես այն, որ վերջի մեքենան չքշես կամ ամենալավ տունը չունենաս, էդի չի, որ դրանով մենք չափանիշ անենք, որ մենք ինչ-որ բանի պակասություն ունենք։ Այն, որ հոգիդ Տիրոջինն է, այն, որ հոգիդ մարմինդ լցվի Տիրոջով, Տիրոջ խոսքով ներկայությունով, այդ պակասության, այդ չպակասության մասին է խոսքը ամենակարևորը, որ այդտեղ Աստծո խոսքով ու հոգով կարևորը որ լցված լինենք, այդ ամենակարևորը, սիրելի եկեղեցի։ Եվ արդար եւ արդարացված լինելու համար
Հիմա որ մեկը ինձ հարցնի կամ ես ձեզ հարցնեմ դու արդար ես, բան կանես, չէ՞, ես արդար եմ, ով է արդար։ Եթե մենք Քրիստոսով ենք եւ Քրիստոսի մեջ ենք, մենք Քրիստոսով արդարացված ենք։ Եթե արդարացված ես, ուրեմն կարաս կոչվես արդար, քանի Քրիստոսի մեջ ես։ Ուրեմն Տերը կհոգա քո կարիքները, ուրեմն քո հույսը Տերն է, ուրեմն քո ապավենը Տերն է, փառավորենք մեր Տիրոջը, փառտանք ծափահարենք մեր Հիսուս Քրիստոսին ու ուրախ սրտով ու ապավինությամբ գանք մեր ընծաները ու զոհաբերությունները բերենք, սիրելի եկեղեցի։ Հարկ Տիրոջը, ողջույն սիրելի եկեղեցի, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Կարող ենք մեկս մյուսին նայել, ողջունել, բարի գալուստ ասել, որտեղ այս օրը հիանալի օր է, որտեղ Տերը ստեղծել է այն իրեն փառավորելու համար։ Ամեն։ Ինձ համար մեծ պատիվ է ծառայել ձեզ, լինել ձեզ որպես հովիվ եւ ուրախ եմ, որ ամեն անգամ երբ որ հավաքում ենք Աստծո խոսքի շուրջ, Սուրբ Հոգին հիանալի գործեր է անում։ Ամեն։ Ես հաճախ եմ եւ միշտ իմ ուշադրությունը դարձնում եմ երկրպագության եւ պաշտամունքի վրա։ Գիտեք, որտեղ երկնքում քարոզ չի լինելու։ Երկնքում ոչ մեկս չենք քարոզելու։ Ումից քարոզենք, եթե իրան ճանաչելու ենք արդեն։ Ումից հայտնություն առնենք, երբ որ հայտնություն տվողը հենց այնտեղ է։ Մենք պետք է իմանանք մեկ ճշմարտություն, որ այլևս ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց, որտեղ երբ որ հանդիպենք Տիրոջը, երբ որ հավիտենական կյանքի մեջ մտնենք, անկախ տարիները այստեղ երբ կվերջանան, գիտենք, որ այնտեղ որևէ մեկը մեզ չի կարող պատմել, որտեղ մենք կճանաչենք նրան այնպես, ինչպես որ նա կա։ Ամեն։ Այնպես որ մենք այստեղ երկրի վրա կարճ ժամանակվա համար փորձում ենք Սուրբ Հոգու օգնությամբ տարբեր տեսանկյուններից հոգևոր կյանքի նկատմամբ մեր վերաբերմունքը պաշտպանել, գնալ առաջ, ավելի խորանալ Տիրոջ մեջ եւ նպատակը սա է, որ հասնենք մեր Տիրոջ արքայությանը իր փրկությամբ։ Ամեն։ Ուզում եմ հատուկ ողջունել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են մեր մեջ։ Կարող եմ տեսնել ձեր ձեռքերը, նրանք, ովքեր առաջին անգամ են մեր մեջ։ Եկեք ջերմ ծափահարենք մեր սիրելիներին։ Տերը օրհնի ձեզ։ Շատ ուրախ ենք։ Դուք պատահական չեք այստեղ։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, ով ձեզ բերել է, նրան մղել է Սուրբ Հոգին, նրան առաջնորդել է Սուրբ Հոգին, որ ձեզ բերի այստեղ։ Եվ Աստծո խոսքն ասում է, Հիսուսն ասեց, ոչ ոք չի կարող գալ, եթե Հայրը նրան չքաշի, Հայրը նրան չքաշի դեպի իրեն։ Դուք Աստծո քաշվածներն եք։ Աստված մեզ յուրաքանչյուրիս բերել է իր ներկայության մեջ։ Իմ աղոթքն է, որ այսօրվա ծառայությունից հետո ձեր հոգևոր կյանքը եւ վերաբերմունքը փոխվի դեպի ավելի մտերմանալու Տիրոջ հետ։ Շատ լավ, սիրելիներս, եթե պատրաստ եք անցնենք Տիրոջ հրաշալի խոսքին, ինչի ես շատ եմ սիրում։ Ինձ համար Աստծո խոսքը հեղինակություն է, վստահ եմ ձեզ համար նույնպես, եւ ուղեցույց է կյանքի։ Մեր քարտեզն է, որով կարող ենք այս խճճված աշխարհի մեջ ապրել, քայլել եւ գործել։ Սիրելիներ, այսօրվա պատգամը վերնագրել եմ այսպես. հանդիպման անփոփոխ վայրը։ Մի զույգ կար, ամուսիններ կային, որ իրենց առաջի հանդիպումը տեղի ունեցավ պատահական այգու մեջ, պարզապես զբոսնելու ժամանակ, եւ որոշ ժամանակ անց, երբ որ իրանք այդ օրը խոսեցին, զրուցեցին իրար հետ, իրանք որոշեցին, որ իրանց, երբ որ քանի որ այդտեղ իրանց սեր իրար արտահայտեցին եւ խոսեցին իրար հետ, որոշեցին ամեն անգամ, երբ որ կվիճեն, երբ որ որևէ խնդրի առաջ կկանգնեն,
տանը չմնան։ Գան այդտեղ, որտեղ դա եղել է իրանց սիրո հանդիպման վայրը, հետ վերադառնան այդտեղ։ Եվ անշուշտ անցան տարիներ եւ տարիներ հետո ամուսինը մահացավ ավելի վաղ տարիքում եւ կինը իր ամբողջ իր ներսի տակնու վրա ալեկոծված վիճակից դրթված գալիս էր, նստում էր այդ նստարանին եւ հիշում էր, որ մենք պայմանավորվել ենք, եթե մի բան ճիշտ չգնա, պետք է գանք այդտեղ։ Եվ ինչավ ներսից բխել, ինչն այդ մարդկանց ստիպել, որ դա անեն, այն առաջին կարևոր սեր, այն զգացողություն, այն զգացումը, որը որ իրանք արձակել են իրար նկատմամբ։ Եվ գիտեք, անկախ նրանից դառնություն կամ որևէ բան, ինչ էլ որ ուզում է մարդու կյանքի մեջ լինի, կամ մեկ տեղ, որտեղ դու կարող ես գալ եւ վերափոխվել, որ քո ներսիդ պարունակությունը ուրիշ բան դառնա։ Դատարկվել, լցվել ուրիշ բանով, հույս ունենալ, թողնել անցյալը, թողնել վիրավորանքը, թողնել սխալները եւ նպատակ ունենալ գնալ առաջ, որպեսզի հիանալի ապագա ստեղծվի։ Ամեն։ Տերը թող օրհնի մեզ, սիրելներ, այսօրվա իմ պատգամը շատ հատուկ է եւ վստահ եմ, որ պիտի օգնի մեզ ավելի առնելու Աստծուց այն ճշմարտությունները, որոնց մասին պետք է քիչ հետո խոսենք։ Հանդիպման անփոփոխ վայրը։ Հովանու ավետարանի մեջ 7-րդ գլխի մեջ 37 եւ 38 համարներում այսպես է գրված. Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր եւ աղաղակում ու ասում էր. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի։ Ինձ հավատացողը, ինչպես գիրքն է ասում, նրա փորից կենթանի ջրի գետեր կբխեն։ Միգուցե սա հանդիպման վայրի հետ այս պահին չզգաք ինչ կապ ունի, քիչ հետո ավելի պարզ կլինի։ Տեր Հիսուս ասում է մեծ տոնի վերջին կանգնած եւ աղաղակում էր. ով ծարավ է, թող գա ինձ մոտ։ Ով որ ծարավ է, թող ինձ մոտ գա եւ ինչ անի, խմի։ Թող լցվի իր մեջ։ Այն բոլոր օրհնությունները, այն ճշմարտությունները, այն հավիտենական օրհնություններն ու կյանքը, այն ինչ որ Քրիստոսից բխում է, դրանով լցվի մեր կյանքը։ Եվ ասում է, ինձ հավատացողը, ինչպես գիրքն է ասում, նրա փորից կենթանի ջրի գետեր պիտի բխեն։ Ինչ է այսօր բխում մեզանից։ Ինչ որ մեզանից բխում է, կախված է, թե ում հետ ենք հանդիպում։ Ինչ է բխում այսօր շատերի կյանքից։ Օրեր առաջ մի խաչմերուկի վրա շատ պատահական, որ ես ընդհանրապես այդպիսի սովորություն չունեմ, փակել խաչմերուկը, պարզապես կանգնեցինք, հոսքը կանգնեց եւ կանաչ էր եւ մտածում ենք, որ հիմա կանցնենք։ Եվ այնպես ստացվեց, որ դադար եղավ եւ հոսքը գնաց եւ արդեն կարմիրը կար, ով որ գնաց, ես մնացել եմ մի փոքր գծից առաջ եւ սպասում եմ ստիպված, որովհետեւ ահավոր ծանրաբեռնված խաչմերուկ էր։ Հանկարծ ես հասկանում եմ, որ կողքից մեքենաներ պիտի գան եւ ինձանից անցնեն, որ իրանց ճանապարհը շարունակեն եւ հանկարծ մի կին, ես չեմ հասկանում, որտեղից այդքան չարություն։ Կին, որը սանձարցակ եւ բերանը զսպել չգիտի։ Նա, ով առաքինությունը կորցրել է։ Կողքը նստած էր մի էակ, որ ընդհանրապես լուռ էր։ Հասկանալի է, տենց կնոջ կողքը պետքա տենց մեկը նստած լիներ, որ ոչինչ չխոսեր։ Այս կինը փողոցային ամենավերջի հայհոյանքները հեղեց վրաս։ Ես նստած եմ, ես հասկանում եմ, որ ոչինչ չեմ կարող անեմ, ոչ հետ կարող եմ գնալ, որտեղ արդեն շարքը կանգնած է, առաջ չեմ կարող գնալ, որովհետև եթե առաջ գնամ արդեն տեղ չկա կարմիր է եւ ես պետք է խախտում անեմ եւ ամեն ինչ շատ ավելի վատ կվերջանա։ Ես իրան ձեռքով արեցի, որ իբր արի եւ անցիր եւ այս դիմացի մասով կարող էր անցնել։ Դուք չեք պատկերացնի հայհոյանքները չդադարելով։ Եկավ, այսպես կողքովս անցավ, մի հատ էլ վերջում մի հատ ընենց բան ասեց, որ այդ ընդհանրապես կանանց են ասում։ Հայ էր, բա ինչ էր։ Ուրիշ լեզվով ասել կարող շատ բան չհասկանայի։ Կշպտայք ասեմ, Տեր օրհնի քեզ բան։
Ես չգիտեմ ինքը ինչով էր լցված, բայց հասկանալի է, շատ բարձ, ոչ Աստծով, ոչ Սուրբ Հոգով, ոչ խաղաղությամբ, ոչ սիրով, ոչ ներողամտությամբ, ոչ զիջելով, ոչ ընդհանրապես տրամաբանությամբ։ Ինչ որ բան տեղահանած էր, ուրիշ բաներ լցրած մեջը։ Ինչով է լցվում մարդը։ Հանդիպման վայրից շատ բան է կախված։ Ում հետ ես հանդիպում եւ ինչ է ինքը լցնում քո մեջ։ Ինչից ես դու ազդվում, երբ որ դու փորձում ես ինչ որ բան բխեցնել քեզանից։ Այսօրվա իմ նյութը հենց սրա մասին է, սիրելիներ, հանդիպման անփոփոխ վայրը, մի վայր, որտեղ քո կյանքի մեջ կլցվի ուրիշ մի զարմանալի, օրհնյալ, մի փառավոր բան, որը որ կօգնի քո կյանքը ապրել ճշմարտությամբ, հաճելի մարդկանց եւ Աստծուն։ Մի շփոթվեք այդ բաներից։ Ես հասկանում եմ, այդ կինը սատանան այնքան էր իրան ջղայնացրել, այնքան էր լցրել, միգուցե ապաշխարի ամեն ինչ լավ կլինի, երբ որ ապաշխարի, բայց չգիտենք դա երբ տեղի կունենա, բայց զսպվածությունը առաքինության կողմերից կարևոր կետերից մեկն է։ Տեր Հիսուսն ասում է, թող գա ինձանից խմի, եւ երբ որ խմեց, ասում է իր փորից կենթանի ջրի գետեր կբխեն։ Կենթանի ջուր, սա կյանք տվող ջուրն է։ Դուք գիտեք, որ ծովի ջուրը այնքան բակտերիաներով լիքն է, թեև շատ է, թեև սահման չունի, թեև ապշեցուցիչ մի բան ունի, չէ, տարողություն է ինքը, ամբողջ օվկիանոսը։ Բայց անպիտան բնության համար, մինչև չմաքրեն, մինչև 1000 մի պրոցես չանցնեն, երբեմն մեր կյանքն էլ է այդպես։ Մեկից ազդվում ենք, ինչ որ մեկից, չգիտեմ, միգուցե դա մարդ կլինի կամ դիվային ազդեցություն կլինի կամ սատանան կոնկրետ ինչ որ կերպ կփորձի ամեն ինչ խառնել իրար, բայց հարց, դու լցվում ես դրանով։ Տեր Հիսուսը մեզ սովորացրեց, որ մենք այս աշխարհի մեջ ենք, բայց այս աշխարհինը չենք։ Ձուկը ինչքան էլ այդ կեղտոտ ու բակտերիաներով լի ջրի մեջ է ապրում, բայց ինքը անալի է, բայց իրա վրա դա չի ազդում, որովհետև պաշտպանված է։ Սիրելի քույրս, եղբայրս, ինչով ենք մենք պաշտպանված կամ ինչպես է ազդում այսօր աշխարհը մեզ վրա, ինչ զիբիլ է լցնում մեր սրտերի մեջ։ Եվ մարդիկ, որ մեր հետ խոսում են, շնորհք են առնում, թե խայտառակություն։ Մարդիկ այսօր ավելի շատ մեզանից օրհնվում են մեր ներկայությունից, թե ասում են էլի եկավ։ Իհարկե իրանց գնահատականը կարող է եւ սրբության նկատմամբ էլ նույնը լինել, բայց ինչ ենք մենք պատրաստ անելու։ Արդյոք մենք գիտենք մեր ներսում ինչ կա, արդյոք ճիշտ ենք վերաբերվում եւ ճիշտ բան ենք լցնում մեր մեջ։ Գիտեք, Մերձավոր Արևելքում ջուրը ամենաթանկ բանն էր եւ ընդհանրապես ջրհորների համար միշտ կռիվ է գնացել։ Բոլոր ժամանակներում ջրհորների համար կռիվ է գնացել, որտեղ անապատների միջավայրում կամ բան, որտեղ լինեն մարդիկ առաջի բանը, որ անում են, ջուրն էին ուզում գտնեին։ Տարբեր մեթոդներ կար, որ իրանք կարողանում են դրանցով գտնեին։ Երբ որ գտնում են, ջրհորը գտան, կարող է կյանքը շարունակվել։ Կարող են այդտեղ ապրել, արդեն կենդանիներ պահել, գյուղատնտեսություն զարգացնել, քաղաք կառուցել եւ հաճախ այդ հանդիպումները Սուրբ գրքի մեջ անգամ սկսվում է հենց ջրհորների մոտից։ Քիչ հետո ավելի ձեզ պարզ կլինի եւ ավելի Սուրբ գրքի տարբեր հատվածները իրենք կխոսեն այս մասին։ Ինչն է մեզ բերում ջրհորի մոտ, ինչը մեզ կբերի ջրհորի մոտ։ Ծարավը։ Սաղմոս 2-ն այսպես ասում, ինչպես եղջերուն փափագում է ջրի վտակներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ով Աստված։ Ինչպես է ջրի վտակներին փափագում եղջերուն, այնպես ասում է իմ անձը փափագում է քեզ։ Եկեք մի քանի ջրհոր նայենք, որը մեզ կօգնի ավելի մեծ լույս սփռել մեր լսած բաների մասին։ Առաջի անգամ ջրհորի մասին Սուրբ գրքում հիշատակված է կարծես Ծննդոց գրքի մեջ Հագարի պատմության ժամանակ։ Գիտեք ով էր Հագարը։ Աբրահամի կինը Սարան էր, Հագարը Սարայի աղախինն էր, իր ծառան էր տան մեջ եւ օգնում էր, ծառայում էր, տարբեր բաներով վերջապես օգտակար էր լինում եւ գիտեք, որ Աստված խոստում էր տվել Աբրամին, որ քեզանից սերունդ կստանամ եւ նրանք օրհնյալ կլինեն, երկրի տարբեր տեղերում կլցնեն եւ երկնքի աստղերի չափ, ծովի ավազի չափ կլինի, բայց որքան հասկանում ենք պատմությունը գիտենալով, հասկանում ենք, որ անպտուղ էին եւ չէին կարողանում զավակ ունենալ։ Սարան արդեն ծերացած էր եւ Սարայի գլխում մի հատ լույս վառեց։ Ինչ որ մեկ իրան մի հատ լույս վառեց, մի բան լցվավ իր մեջ։ Ինչ ասեց։ Ասեց լսի,
Թե Աբրահամին գրվա այդպես բառերը տես չի, բայց թույլ տվեք մի քիչ կենցաղային սարքեմ։ Ասես լսի այդ հույսը տին վրա ես դրե, մոռացի։ Ես ուղղակի քո կողքը լավ քույրիկ կարամ մտնեմ։ Բայց սերունդ չեմ կարող ունենալ։ Աստծո ասում որտեվ նրա մարմինը մեռածի պես էր։ Գնա մտի Հագարի մոտ, Հագարը ջահել է, երիտասարդ է, իրանից սերունդ կունենանք, միգուցե Աստված այդ ճամփեն օրհնի մեզ։ Համոզեց, Աբրամը երբեք չէր մտածել դրա մասին, որ կարելի է տենց անել։ Բայց կանայք միշտ լավ մտքեր ունեն։ Գիտեք ինչ արեց, համոզեց, Աբրամը սել խեղճ ու կրակ մտածեց, դե կարող է տենց հա ճիշտ։ Կինը էլի մի բան որ ասում է փորձենք։ Գնաց եւ մտավ Հագարի մոտ եւ երբ որ Սարան իմացավ, որ Հագարը հղի է, գիտեք ինչ ասեց Աբրամին։ Ասեց Աստված իմ միջի այդ իմ դառնությունը քո գլխին լցնի։ Ասեց այս անպատվությունը քո վրա լինի, ասեց։ Դու ոնց այդ բանն արեցիր, ինքն արել է։ Լցրեց իր գլխին, ասեց դատաստան տեսնի Աստված իմ ու քո մեջտեղը։ Մի խոսքով, երկարը կարճ պատմեմ, եկավ հասավ ժամանակը, երեխան ծնվեց, Հագարը ատելի դարձավ Սարայի համար, որտեղ գրված է, որ Սարան չէր կարողանում երեխա ունենալ, բայց տեսնում էր Հագարին, որ երեխա ունեցավ, մտածում էր վերջացավ իր սերնդաբանություն, իր կյանքը, պատմությունը վերջացավ։ Եվ ճիշտ այնտեղը սիրելներ, որտեղ որ ինքը պետք է կարողանար ամենախելացիկ ձևով վարվեր, ամենասխալ ձևով վարվեց։ Եվ ինչ եղավ։ Եկավ կանգնավ Աբրամին ասեց դուրս հանի իրան։ Դուրս հանի։ Այս տան մեջ ինքը չպետք է լինի։ Դուրս հանի իրան։ Աբրամը գնաց իրան ասեց լսի, սենց է վիճակը, Հագարը հասկացավ։ Գնաց իր տիրոջ մոտ, տիրուհու մոտ, Սարայի մոտ, ասեց ես գնում եմ ու գնաց։ Գնաց, որքան գնաց չգիտեմ, բայց գրված է որ թուլացավ, երեխեն էլ ձեռը, չգիտի ինչ անի, այսքան հələ չէր ծնվել երեխեն, չգիտի ինչ վիճակը, ինչ պիտի լինի, եւ գիտեք ինչ ասում տիրոջ հրեշտակը հայտնվում է իրան, ինչ ասում իրան։ Ասում է խոսքը շատ հետաքրքիր է։ Ասում է որ քեզանից մի հատ մեծ սերունդ կհանեմ, որ երկրի բոլոր տեղերում սրված կլինի։ Ես կօրհնեմ իրան։ Եվ շարունակությունը տեսեք տիրոջ հետ խոսելու արդյունքը տեսեք ինչ է լինում։ Հագարի խոսքը, երբ որ խոսում է տիրոջ հրեշտակի հետ, ինչ է ասում։ Եվ նա իր հետ խոսող Եհովայի անունը կանչեց, երբ որ Աստված խոսում է իր հետ, ինքը դառնում սկսում է տիրոջ անունը կանչել, այն Աստծո անունը, որին կանչում էր իր հայր Աբրահամը, այսինքն իր տեր Աբրահամը։ Եվ դարձավ ասում է եւ Եհովայի անունը կանչեց եւ ասաց թե դու իմ տեսիլքի Աստվածն ես, որովհետեւ ասեց արդյոք ել կտեսնեմ այստեղ իմ տեսիլքից հետո, որովհետեւ այն ջրհորի անունը, այդտեղ ասում Աստծո խոսքը որ ջրհոր բացեց իր համար Տերը, այդ ջրհորի անունը Լահայրոյի ջրոր դրեց, ահա նա Կադեսի եւ Բարադի մեջ տեղն էր։ Աղախինի համար Աստված ջրհոր բացեց։ Մի կին, որը դառնության մեջ էր, Աստված ջրհոր բացեց իր համար։ Ինչ է լինելու ինքը չգիտի, մտածում էր որ կմեռնի, եւ այդ սերունդը, որի մասին ինքը ուներ արդեն իր մեջ, պիտի վերանա այդ ամեն ինչը, բայց Աստված ասում է, որ ես քո համար ջրհոր կբացեմ։ Եվ հիշեք, Աստծո նպատակը որևէ մեկին սպանելը չի, Աստծո նպատակը կյանք տալը, որտեղ մեր Աստված կյանքեր ստեղծող Աստված է։ Ամեն։ Եթե մենք հասնում ենք միտեղ մեր կյանքի մեջ, որ մտածում ենք արդեն մահվան շրջանն արդեն, այն վերջի եզրագիծն ենք հասել, եթե Աստված չփրկի մեզ, սիրելներ, Աստծո խոսքն ասում է, որ Հագարը տիրոջ անունը կանչեց եւ Աստված ջրհոր բացեց իր համար։ Մարդիկ կան, որ հասնում են խնդրի մեջ, սկսում են անիծել Աստծուն։ Դուք մտածում եք, որ անիծեք, պետքա ջրհոր բացվի։ Երբեք։ Սիրելիներս, վստահ եղեք, որ Աստված աղոթք լսող եւ պատասխանող Աստված է։ Ամեն։ Բարձր ասեք, համաձայն եք սրա։ Այո, Աստված աղոթք լսող եւ պատասխանող Աստված է։ Հագարը երբ որ փախավ Սարայից, հանդիպում է տիրոջ հրեշտակին, տիրոջ հրեշտակը մի բան է անում, ինքը մի անուն է դնում այս ջրհորին, ջրհոր է բացում իր համար եւ ինքը այս ջրհորի անունը թարգմանաբար, գիտեք ինչ է կոչում, կենթանի Աստծո ջրհոր, որ ինձ տեսավ։ Կենթանի Աստծո ջրհոր, որ ինձ տեսավ։ Աստված տեսնում է մեր դառնությունները, մեր ներքին դառը վիճակը։ Եթե հարցնենք, ասենք, մինչև Լահայրոյի ջրհորը հասնելը
այս խեղճ կինը ինչ էր իր մեջ կրում։ Կարող ենք մի քանի շատ վատ բառերով հիշել, չէ՞, դառնություն, մերժվածություն, ատելություն, միգուցե անեծքներ, միգուցե չգիտեմ, ինչ ասում էր, չէ՞, միգուցե չի 1000 բան կարող էր ասել, բայց ինչ ենք տեսնում։ Նա որոշեց, որ այդպես ասելով ինքը չի փրկվի։ Սիրելիներ, ուրիշին անիծելով դուք չեք փրկվի։ Ուրիշներին վատ բան ասելով մենք չենք փրկվի։ Կարևորը ինչ ենք պատրաստ փոխենք մեր մեջ։ Այն դառնությունները հանենք, Աստծո ջուրը լցնենք մեջը։ Եվ Հագարը այդպես արեց, գիտեք ինչ ասում։ Ասում է եւ ասեց, ես ինչ անեմ Տեր, եւ Տերն իրան ասեց, վեր կաց, գնա Սարայի մոտ, լսեք ուշադիր։ Երբ որ միջի ջրերը չի փոխվի, դու հետ չես դառնա։ Բայց երբ որ միջի ջրերը փոխվում է, դառնությունդ վերափոխվում է, Աստծո ներկայությունն է գալիս քո մեջ, Աստված ինչ ասեց իրան. վեր կաց եւ գնա Սարային մոտ եւ խոնարհվի իր նրա ձեռքի տակ։ Խոնարհվի իր ձեռքի տակ։ Փախնելով հարցեր չեն լուծում։ Միգուցե շատերս ենք այդպես, մի թեմայից փախնում ենք, օրինակի համար ամուսիններ, միգուցե զույգեր կամ ընտանեկան միջավայրում մի հատ հարց եղել, կռիվ ենք արել իրար հետ։ Լավ տվել ենք այդ հարցը, չէ՞։ Եկել ենք ասել, ես մնում եմ իմ կարծիքին, էլ ասել ես, մնում եմ իմ կարծիքին, վերջացավ։ Եվ երբ որ թեմա ենք ուզում բացենք այդ մասին, շրջանցում ենք, փախնում ենք խոսակցությունից։ Ոչ մի բանից փախնելով հարցերը չես լուծի։ Պետքա ներսդ փոխվի։ Համաձայն եք ինձ հետ։ Աստված տեսնում է մարդկային մենակությունն ու տառապանքը։ Կապ չունի քո հետ ինչ են արել, ով ինչպես է վարվել, դա քո վերջը չի։ Համաձայն ես ինձ հետ։ Դա քո վերջը չի, դա քո ճակատին գրած չի, դա քո ապագան չի։ Ինչ արել են քո մասին, ինչ վերաբերվել են քեզ, դա քո վերջը չի։ Քո վերջը Աստծո ներկայությամբ լցվելն է։ Երկրորդ մասը, որ նայենք, երկրորդ մարդուն, որ նայենք ում մասին հիշատակություն կա, Իսահակի ջրհորը։ Ով էր Իսահակը։ Ծննդոց գրքի մեջ, երբ որ կարդում ենք ընդհանուր առմամբ 26-րդ գլխից Իսահակի պատմության հատուկ դեպքերն են շարունակվում, սկսում Աստծո խոսքն ասում է, որ երբ որ Աստված սկսեց օրհնել Իսահակին, ասում է օրհնեց նրան, նա բարձրացավ եւ նա խիստ բարձրացավ, այնքան որ արդեն իրան սկսեցին մովաբացիներ, եթե չեմ սխալվում, իրան սկսեցին նախանձել։ Նախանձում են իրան։ Ասում են ոնց է մենք մեր կյանքում, մենք մեր տարածքի մեջ չենք կարող սենց օրհնվենք, դու օտար մարդ եկել ես մեր մեջ ու օրհնվում ես։ Գիտեք, որ շատ մարդիկ կան, որ ոչ Հայաստանում են օրհնվում, ոչ Ամերիկա, ուզում ես երկինք տար կարող այնտեղ են չօրհնվեն, չգիտես։ Բայց ի՞նչն է պատճառը, որ ինչ որ մեկը հանկարծ գալիս է եւ օրհնվում է, եւ գրված է, որ Աստված օրհնեց Իսահակին։ Եթե Աստված քեզ օրհնի, ոչ մեկ չի կարող քո օրհնության դռները փակել։ Ամեն։ Գրված է, որ փղշտացիները, ոչ թե մովաբացիք, փղշտացիները եկան, ուզեցին չարություն անեն Իսահակին։ Գիտեք ինչ արեցին։ Իսահակը գնում էր ջրհորները փորում էր, փղշտացիները գնում էին, ջրհորները լցնում էին, փագում էին։ Ուզում էին ասեն, մենք չենք ուզում դու օրհնվես։ Քույրս եղբայրս, ինչքան դու ուզենաս ջրհոր փորես, մեկը կա, որ չի ուզում, որ դու ջրհոր փորես։ Ինքը պատրաստ է բերի նորից աղբը լցնի քո ջրհորի մեջ, քարեր լցնի քո ջրհորի մեջ, որ դու չօրհնվես։ Ծննդոց գրքի մեջ 26 գլխի 18 եւ 19 համարներն եմ ուզում ձեզ համար կարդալ։ Ասում է, եւ Իսահակը դարձյալ այն ջրհորները փորեց, որ իր հոր օրերում փորել էին, եւ փղշտացիներն էլ փակել էին Աբրահամի մեռնելուց հետո, եւ նրանց այնպիսի անուններ դրեց, ինչպիսի անուններ, որ դրել էր իր հայրը, եւ Իսահակի ծառաները փորեցին ձորումը եւ այնտեղ մի կենթանի ջրի ջրհոր գտան։ Շատ հիանալի մի մաս է, շատ զորավոր մի մաս է, սիրելիներ։ Ասում է փղշտացիները եկան փագեցին, երբ եկան փագեցին, երբ գրված է, երբ որ Աբրահամը մահացավ։ Աբրահամը ինքը հավատքի հայրն էր։ Ինձ հետ եք։ Նա հավատքի խորհրդանիշն էր։ Երբ որ հավատքը մահացավ, սատանան իրավունք ունի լցնելու, փակելու մեր ջրհորները։ Երբ որ մենք տկարանում ենք հավատքի մեջ,
թշնամին բերում է իր կեղտերը, բերում է իր հողը, բերում է իր անպիտան բաները եւ սկսում է լցնել։ Երբ որ դու արթուն ես, Հիսուսը մի խոսք ասեց, մի առակ ասեց, երբ որ տանտերը արթուն է, ինքը չի թույլ տա, որ գողը մտնի տուն։ Կարող ենք ասել ամեն։ Չի թույլ տա, որ գողը տուն մտնի, կկանխի, բայց երբ որ քնած է, մենք էլ գիտենք, քնածն ու մեռածը նույն բանն է։ Բայց երբ որ քնած է, գողը գալիս է այն ժամանակ, որ երբեք չես սպասի։ Եվ գողը գալիս է ինչ անելու, գողանալու, թալանելու կամ հափշտակելու եւ փչացնելու համար։ Ուրիշ լավ բանի համար չի գալի։ Բարեգործ գողեր գրեթե չկան։ Եվ ինչ ասում է այստեղ, շատ գեղեցիկ է այս խոսքը։ Ասում է Իսահակը դարձյալ փորեց։ Սա նշանակում է, որ չընկավ ուղակի լացերի գիրք ասես, չի ստացվում, ես անում եմ, իմ հետևից փագում են։ Սիրելիս, եթե միգուցե դու այնպիսի մի վիճակի մեջ ես, որ ուզում ես հավատաս, հելնում ես 1-2 ոտանում ես, մեկ էլ նորից հարված։ Մի սպասի քո մահանալուն, շարունակիր, դարձյալ փորիր։ Ամեն։ Կարող ես քո կողքին նայել եւ իրան ասել, դարձյալ ջրհոր փորի։ Դարձյալ ջրհոր փորի։ Մի հաշտվի, մի համակերպի ջրհոր չլինելուն, մի համակերպի անհավատ կյանք ապրելու, դարձյալ ջրհոր փորի, որովհետև քո համար, քո կյանքի համար ոչ ոք քեզնից ավելի շատ չի կարող անել։ Ոչ ոք չի կարող ավելի սիրտ ունենալ քո համար, միայն Տերը եւ նա էլ քեզ տալիս է զորություն, որ դու ջրհորներ փորես, քեզ համար, քո ընտանիքի համար, քո ապագայի համար, ամեն։ Եվ ասում է դարձյալ ջրհորներ փորեց իր հոր օրերում, որ փորվել էին, որ փղշտացիները փագել են Աբրահամի մեռնելուց հետո, ասում է, եւ նրանց այնպիսի անուններ դրեց, ինչպիսի անուններ դրել էր իր հայրը։ Այսինքն ինքը մի թազա բան չարեց։ Ինչ անուն որ պապան դրել է, ինչ անուն իմ կյանքի որակների վրա որ պապան դրել է, այդ նույն անունը պետք է մնա որպես նույն անուն։ Ամեն։ Այսօր մարդիկ շատ անուններ փոխում են, շատ անուններ են փոխում։ Գիտեք ինչ, ապաշխարության անունը դնում են եկեղեցի գնալ։ Էլ կարևոր չի ապաշխարել, հոգևոր որակները կորցրել են։ Այսօր մարդիկ փոխարենը մտածեն ոնց խոնարհվեն, մտածում են ոնց եկեղեցին խոնարհեցնեն, որ իրանց ուզածը կատարվի։ Ոնց հովիվների միտքը ծռեն, որ իրանց օքեյ տան իրանց առածների համար։ Փրկության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը գիտեք ինչա դարել, ես հավատում եմ։ Հավատալը մենակ հերիք չի։ Ճիշտ անունը դիր, ջրհորդ պետքա մաքուր ջուր տա։ Քո ջրհորը պղտոր ջուր տվեց, ոչ դու ես օգտվելու, ոչ քո պահածները, ոչ քո ընտանիքը, ոչ մեկը չի օգտվելու։ Իսահակը նույն անունը դրեց, ինչ որ դրել էր իր հայրը։ Ինչքան հետաքրքիր է սիրելիներս այս մասը։ Միգուցե մենք անցյալում ունեցել ենք լավ ջրհորներ, ունեցել ենք լավ ծառայություն, ունեցել ենք լավ հավատք, ունեցել ենք լավ մտերմություն Աստծո հետ, լավ ջրհոր է, չէ՞։ Բայց հանկարծ տկարացել ենք ինչ որ պատճառներով եւ թշնամին բերել լցրել եւ ուզելա փակի եւ Իսահակն ասում նորից փորեց, նորից։ Սա մենակ իրանով չէր վերջանալու։ Սա շատ կարևոր շարունակություն պետք է ունենար սիրելներ։ Ասում նա նորից բացեց Աբրահամի փորած ջրհորները եւ դա դուր չի գա փղշտացիներին։ Հիշի, հոգեվոր քո բոլոր վերելքների համար միշտ սատանան տխուր է։ Նա ամեն ինչ կանի, որպեսզի քո հոգևոր կյանքը չհաջողվի, որ դու մնաս նույն մակարդակի վրա եւ չաճես, որովհետեւ չաճած հավատացյալի համար Աստվածաշնչի վերջին գրքում գրված է գաղջ։ Հավատացյալ եղել է, սկսել է, բայց տեղել չի հասել, մնացել այնտեղ։ Արդյունքում ինչ ենք տեսնում։ Աստծո խոսքն ասում է ոչ տաք ես, ոչ սառն ես, ոչ հավատացյալի վերաբերմունք կա, ոչ անհավատի, դրա համար ասում է գաղջ ես, եւ դա տհաճ է։ Աստծո անգամ դա տհաճ է։ Ծննդոց 26-րդ գլխի մեջ 20 եւ 21 համարները տեսեք ինչ է ասում։ Եվ Գերարի հովիվները կռվում էին Իսահակի հովիվների հետ, ասելով այս ջուրը մերն է, եւ այն ջրհորի անունը դրեցին Էսեք, որովհետև իրար հետ կռվեցին, եւ մի ուրիշ ջրհոր փորեցին, նրա վրա էլ կռվեցին, նրա անունը դրեցին Սիթնա։ Հետաքրքիր է, երկու հատ ջրհոր, այնի ասում է մերն է, Իսահակն ասում է իմն է։ Նույն անունը կա, ինչ որ կար, չէ, եւ անունը կարծես փոխվեց։
Սատանան ուզում է մեր ջրհորի անունները փոխի, լսում եք։ Մեր սրբությունների անունը ուզում է փոխի։ Աստվածաշունչ կարդացել ես։ Չէ, անունը փոխել ենք ջրհորի, ել Աստվածաշունչ չենք կարդում, լսել ենք։ Եկեղեցի գնում ես։ Չէ, քարոզ եմ նայում տունը։ Սիրելի քույրս, եղբայրս, դու լիքը լավ բաներ կլսես, բայց հաղորդակից չես լինի։ Դրա մեջ բաժին չես ունենա։ Գիտեք ինչի աննման, երբ որ դուք TV-ին միացնեք ձեր սոված հալին եւ տեսնեք, թե ինչպես են այնտեղ հատուկ խոհարարները խորտիկներ պատրաստում։ Սենց մի կողմից գնում է, չէ՞։ Բայց փորը չի կշտանում։ Դու տեսնում ես ամեն ինչ հիանալի է սարքում, այս ինչ լավ համեմունք լցրեց։ Սոված ես։ Եվ նույն ձևով կլինի բոլոր նրանց, ովքեր որ եկեղեցին մերժում են։ Ես որևէ կերպ, որևէ խստությամբ մեկին չեմ ուզում ապտակած լինեմ, բայց ասում եմ ձեզ, որ սատանան փոխում է ջրհորի անունները եւ անկեղծությունը վերափոխում է կեղծիքի, իրականությունը միֆի, երևակայության, ամեն բան փոխվում է։ Դրա զոհը չդառնաս։ Համաձայն ես ինձ հետ։ Ամեն։ Եվ երկու հատ ջրհորի վրա կռիվ արեցին երկուսին, մեկի անունը դրեցին վեճ կամ վիճաբանություն, որը էսեք էր կոչվում, երկրորդը սիթնա, դարձավ թշնամություն։ Ջրհորի համար փոխանակ փորեն, որ ասեն օրհնություն, դառնում է թշնամություն։ Եվ Ծննդոց 26-ի 22 համարն է հետաքրքիր, ասում է, եւ այնտեղից մի ուրիշ հոր փորեցին, ասում է չվեցին այնտեղից եւ մի ուրիշ հոր փորեցին եւ նրա վրա չկռվեցին եւ նրա անունը դրեց Ռոհոբոտ եւ ասեց, թե հիմա Եհովան մեզ ընդարձակեց եւ երկրի մեջ պտղաբեր կլինենք։ Ռոհոբոտ, լայնարձակ տեղ, ընդարձակում։ Որտեղ նույն տեղը ոչ, ասում է եւ այնտեղից չվեցին, գնացին, հեռացան, կռիվներից հեռու, վիճաբանությունից հեռու։ Սիրելիներ, կռիվը եւ վիճաբանությունը երբեք օրհնության եւ ընդարձակման տեղ չի կարող լինել քեզ համար։ Պետք է ուղղակի թողնել դա, գնալ եւ նոր ջրհոր փորել, ինչպես որ արեցին Իսահակը եւ իր ժողովուրդը։ Մի ուրիշ տեղ կռիվներն ու թշնամությունները փակում են այդ ջրհորները, չեն թողում որ բացվի, բայց հին ջրհորները պետք է թողել, որոնք որ թշնամին արդեն ապականել է, կյանքը սկսել նորից, նոր վերաբերմունքով ընդարձակվելու համար։ Եվ շարունակությունը 26-րդ գլխի 23-ից 25 համարներն ասում է, եւ այնտեղից էլ ելավ Բերսաբե, եւ Եհովան երևաց նրան, Եհովա Յահվե, որ Տեր է նշանակում, որպեսզի հասկանաք բառի իմաստը։ Սա Աստծո անունն է։ Եվ ասում է, Եհովան երևաց նրան այն գիշեր եւ ասեց. Ես եմ քո հոր Աբրահամի Աստվածը, մի վախեցիր, որովհետեւ ես քեզ հետ եմ, եւ կորցնեմ, կշատացնեմ քո սերունդը իմ ծառա Աբրահամի պատճառով, եւ այնտեղ սեղան շինեց եւ Տիրոջ անունը կանչեց եւ այնտեղ բացեց իր վրանը եւ այնտեղ Իսահակի ծառաները ջրհոր քանդեցին։ Ինչքան գեղեցիկ է այս խոսքը։ Ասում է, որ երբ որ չվեց այդ կռիվ մռիվներից դուրս եկավ, այն ժամանակ ինչ եղավ, Տերը երևաց իրան։ Կռիվների մեջ Աստծո ներկայությունը չկա։ Դու սարի կռիվներից։ Անհաշտությունները թող։ Այդ խնդիրների մասին, այդ կոնֆլիկտներից ինչքան, գիտեք, մարդիկ այսօր ինտրիգային վիճակներ են ստեղծում, քարոզիչները, ես զարմանում եմ այն քարոզիչների վրա, որոնք որ մի բանից էլ խելքները չի հասնում, ելնում են մի բանից խոսում են։ Մեկը ելնում է, ասում է, արհեստական բանականությունը սատանայից է։ Բայց իր ամբողջ արածները, այդ եթերը, որ ինքը դուրս է եկել, դա արհեստական բանականության գործիքն է հենց։ Այդ թեման, որ ինքը գտել է, ռիսերչները արել, վստահ եմ, որ ինքը հայտնությամբ չի արել Սուրբ Հոգուց։ Այդ ռիսերչները, որ արել է, արհեստական բանականության գործիքն է իրան օգնել, որ ինքը այդպիսի թեմաներ խոսի։ Հելնում են նենց բաներ են խոսում։ Կռիվ են տալիս աղի հետ։ Թողել են իրանց հոգևոր անկեղծ
վերաբերմունքը, հարաբերությունը եկեղեցու Քրիստոսի մարմնի Տիրոջ հետ ընկել են ինչ որ հոգեբանական կամ ինչ որ ինտրիգային նյութերի հետևից։ Այսօր շատերը այդպիսի նյութեր են ստեղծում, որպիսի աուդիտորիա գրավեն, որպիսի մարդ գրավեն։ Քույրս, եղբայրս, կռիվը երբեք լավ տեղ չի տարել։ Տեր Հիսուսն ասեց. երանի նրանց, ովքեր խաղաղություն են անում, ոչ թե սիրում։ Սիրելը մի բան է, խաղաղություն անելը մեկ ուրիշ։ Համաձայն եք չէ՞ ինձ հետ։ Որտեղ ասում են նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Հիմա շարունակությունը ինձ շատ գեղեցիկ է, ինձ ուղղակի ուրախացրել է 25 համարն ասում է. եւ այնտեղ սեղան շինեց, Տիրոջ անունը կանչեց, եւ այնտեղ բացեց իր վրանը, եւ այնտեղ Իսահակի ծառաները ջրհոր քանդեցին։ Ոնց նայում ենք Իսահակը ջրհոր փորողը։ Փղշտացիները ջրհոր փակող են, Իսահակը ջրհոր փորողը։ Քանի հատ ջրհոր է փորել։ Գիտեք ինչն է ինձ այստեղ հետաքրքիր, Սուրբ Հոգին իմ ուշադրությունը դարձրել է սրա վրա։ Եթե դու ջրհոր փորող ես, քո երեխեքն էլ ջրհոր փորող կլինեն։ Քո սերունդն էլ ջրհոր փորող կլինի։ Եթե դու ընտանիքի մեջ կոնֆլիկտ ստեղծող ես, չարախոսություն անող ես, չգիտեմ, կորցնելուց էլ չես վախենում, այն որ ասում Աստծուց էլ չես ամաչում, մարդուց էլ չես վախենում, եթե դու ընդհանրապես այդպես ես, քո երեխան վաղը մյուս օր քո ջրհորներն է փակելու։ Բայց երանի նրան, որ Իսահակի պես կարողանա ջրհոր բացող լինի, ջրհոր փորող լինի, որտեվ եթե դու դա անես, քո երեխան էլ ջրհոր կփորի։ Նա էլ օրհնված կլինի, նա էլ կընդարձակվի։ Եկեք գնանք մեկ ուրիշ մաս, ջրհորների մասին, Մովսեսի մասին։ Մովսեսը շատ հետաքրքիր մարդ էր, բոլորս իրեն լավ են ճանաչում, 5 տակարանի կարելի ասել նահապետներից, գեներալներից մեկն է հոգևոր կյանքի, ում հետ կապված էր ամբողջ Իսրայելի պատմությունը, կարելի ասել են մեծ հրաշքներով եւ զորություններով լիքը պատմությունները։ Երկրորդ գլխի մեջ 15-ից 21 համարներում Աստծո խոսքն ասում է, որ Փարավոնը երբ որ ուզեց Մովսեսին սպանի, Մովսեսը գրված է այսպես ասում է, եւ ուզում էր սպանել մերցնել իրան, բայց Մովսեսը փախավ, Եբրայեցիների գիրքի մեջ ասում է Մովսեսը հավատքով թողեց ու գնաց։ Այստեղ երկու խոսք իրար հետ հասկանալի է մի բան, Մովսեսն ասում է կարար բնար իր հարցերը լուծեր։ Չէ՞ որ ինքը մեծ մարդ էր Եգիպտոսի մեջ, բայց ինչ արեց, հավատքով թողեց, որ Աստված վերջացավ արդեն, որտեվ տեսա իմ ժողովրդի տառապանքը եւ թողում դուրս է գալիս։ Եվ գրված է գնաց Մադիամի երկիրը բնակվելու եւ մի հորի կամ ջրհորի մոտ նստեց եւ Մադիամի քուրմը կամ քահանան 7 աղջիկ ուներ եւ նրանք եկան եւ ջուր քաշեցին եւ իրար հոտը խմեցնելու համար ավազանները լցրեցին եւ հովիվները ուրիշ հովիվներ եկան եւ քշեցին նրանց եւ Մովսեսը վեր կացավ օգնեց նրանց հոտերին ջուր խմեցրեց եւ նրանք իր հոր Ռագուելի մոտ եկան եւ նա ասեց ինչու շուտ եկաք այսօր եւ ասեցին մի եգիպտացի մեզ հովիվների ձեռքից ազատեց եւ մեզ համար ջուր էլ քաշեց եւ խմեցրեց նա էլ ասեց իր աղջիկներին եւ ուր է ինչու այդ մարդին այդպես թողեցիք կանչեք նրան որ հաց ուտի եւ Մովսեսը համաձայնվեց այդ մարդի հետ բնակվել եւ նա իր Սեփորա աղջկան Մովսեսին կին տվեց ռոմանտիկ հանդիպում հնդկական կինո եկավ տեսավ կանայք են ջուր են քաշում հոտերը պիտի խմացնեն ուրիշ հովիվներ եկան ասին հեռու գնացեք մեր ժամնա մենք պետք է անենք Մովսեսը թևերը մաքրեց քշտեց չէ ու հասավ եւ ինչ եղավ ջրհորի մոտ ձեռքա բերում փեսա լինելու իրավունքը կարծես այդ ջրհորը իրանց այդ կարևոր հանդիպման վայրը դարձավ եթե այդտեղ չհանդիպեն իրան Սեփորան իր կինը չէր կարող դառնալ եւ այդ ջրհորը խորհրդանշական էր կարծես թե Մովսեսի կյանքը պետք է ընդարձակվեր ինչպես որ կարդացինք Իսահակի կյանքը ընդարձակվեց եւ ջրհորի մեջ ջրհորի այդ միջավայրում այդ տարածքում իրա եւ իր ապագա կնոջ հանդիպումն եղավ եւ երբ որ եկան խոսեցին Սեփորայի հայրը ասեց որ այս մարդը ուրեմն կին հարգել գիտի, ընտանիք, արդարություն, ճշմարտություն, չէ՞։
Ուրեմն այս մարդը լավ փեսակար ալնի։ Աստված ճանապարհ է բացում Մովսեսի համար, սիրելներ, դժվարությունների մեջ, հաճելի պահեր չէր, փախուստի մեջ, բայց Աստված միշտ ճանապարհներ ունի։ Այս անձի անունը, որ Հոթոր էր, այս մարդու անունը, նա ապագայում պետք է դառնար Մովսեսի ամենակարևոր խորհրդականներից մեկը։ Երբ որ Մովսեսը դատեր էր վարում հետագայում, արդեն Իսրայել ժողովրդի հետ, երբ որ անապատ դուրս եկան, ասում է, երբ որ դատեր էր անում, ինչ տեղի ունեցավ, ասում եմ, Հոթորն եկավ իրան ասեց, լսի, դու առավոտից գիշեր դատեր ես վարում, մի արա այդպես, ավելի լավ է, որ դու ընտրես մարդկանց, փոքր դատերը իրանք կվարեն, թող մեծերը բերեն քո մոտ։ Թե չէ սենց դու քեզ կսպառես։ Եվ այս բանը ճիշտ երևաց, եւ հաճելի եղավ Մովսեսին, եւ այդպես էլ արեց, եւ հետագայում Աստված էլ կնքեց դա, հաստատեց, որ քեզ համար այդ դետերը կամ առաջնորդները, այդ մարդիկ թող այսպես գործեր անեն։ Աղբյուրների մոտ Մովսեսը հանդիպեց իր ապագան, իր օրհնությանը, եթե մեկը Աստծո աղբյուրի մոտ չգնա, ծովերը չի ճեղքելու։ Մենք մտածում ենք մեծ գործեր անենք, մեծ գործեր։ Մարդիկ կան, որ խոսում ես, ստադիոններից են խոսում, ասում են, այսքան 1000 մարդ հավաքենք ստադիոնի մեջ։ Ասում ես, կիրակի օրը ուր ես, չկա։ Մեծ տեսիլքներից են խոսում, այսքան 1000 էս անենք, այսքանը սենց անենք, սրան տանենք, ենի բերենք TV-ներով ծրագիր անենք, այս անենք, այն անենք, ոչ այդ մարդը եկեղեցում կա, ոչ հոգևոր միջավայրում, ոչ հաղորդակցություն, ոչ մի բանի մեջ չկա։ Ինչ մեծ տեսիլքի մասին է խոսքը, ինչ ծով, կարմիր ծովը ճեղքելու մասին է խոսքը, հիշում եք, չէ՞ պատմությունը, Մովսեսը հետագայում կարմիր ծովը ճեղքեց։ Եթե դու փոքր աղբյուրից չես լցնում քո մեջ, վաղը մյուս օր այդ աղբյուրը չի կարա բխի, որ ծով ճեղքես։ Դրա համար մեզ ինչ է պետք, սովորենք փոքր քայլերի մեծ հաջողություններին։ Փոքր քայլերի մեծ հաջողություններին։ Սովորենք Աստծո հետ հավասարությամբ գնալ, քայլը քայլով, որովհետև ոչ թե լոնք անելով, ցատկելով մեծ տարածության վրա։ Ուրեմն սիրելներ, կարծես թե Մովսեսի այդ քայլը, այդ աղբյուրը իր համար դարձավ վճռորոշ եւ Աստված անգամ միտեղ հասավ, որ ասեց արի կլինի ես քեզանից նոր սերունդ պահեմ, այն առաջվա մարդիկ, որոնք որ Եգիպտոսից դուրս են եկել, ուզում եմ բոլորին սպանեմ, բայց քեզնից նոր սերունդ ստանամ։ Եվ եթե Մովսեսը հանդիպած չլներ իր կնոջը, հաստատ սերունդի մասին խոսք կարող էր չլինել։ Գանք մի փոքր նոր կտակարան եւ տեսնենք պատմություններ, որոնք կարող են ավելի հետաքրքիր լինել եւ այսօրերի մասին լինել։ Հիսուսը եւ Սամարացի կինը։ Դուք այս պատմությունը շատ եք լսել, կարդացել եք, գրեթե անգիր գիտեք, ամեն մի խոսքը անգիր գիտեք, բայց ուզում եմ այսօր մի փոքր ուրիշ լույսի ներքո նայենք։ Հիսուսը պատահական ոչինչ չէր անում։ Ոչինչ պատահական չէր անում, նրա ամեն մի քայլը, ամեն տեղաշարժը, ամեն ժամանակի որոշումը հատուկ նշանակություն ուներ։ Եվ ես ուրախ եմ, հենց այս բառերը սկսում է ճիշտ այսպես, Հովանու ավետարանի մեջ 4-րդ գլխում գրված է այսպես, 4-րդ գլուխ 4-ից 30 համարներն է։ Ես մի քանի կետերով պիտի այսպես գնամ արագ, փորձենք սրանով կվերջացնեմ։ Ասում է եւ պետք էր, լսում եք 4-ի 4-ը սկսում այսպես, եւ պետք էր, որ Հիսուսը Սամարիայի միջով անցներ։ Ինչի դեր պետք, ինձ ու քեզ կարողա հեչ պետք չէր, բայց Տեր Հիսուսը գիտեր ինչա պետք։ Պետք էր, որ անցներ։ Եվ նա Սամարիայի մի քաղաք եկավ, անունը Սյուքար, այն տեղի մոտ, որտեղ Հակոբը տվեց իր որդու Հովսեփին, եւ այնտեղ Հակոբի մի աղբյուր կար, եւ Հիսուսը ճանապարհից հոգնած այդ աղբյուրի վրա նստեց եւ ժամը 6-ն էր։ Հետաքրքիր մի բան է։ Հիսուսը գալիս նստում է մեկի հիշատակության աղբյուրի մոտ, Հակոբի մոտ, Հակոբի աղբյուրներից։ Ինչի պետք է այդպես այդ անունը հիշատակվեր։ Ես շատ եմ կարդացել եւ տարբեր մեկնաբանություններով նայել եմ, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ Հակոբը ճիշտ նույն ձևով աղբյուրի մոտ Ռաքելին է գտնում։
Եվ իր կյանքը, իր սերունդների մի մասը հենց այդտեղից է գալիս։ Եվ այդ սերունդ տալու կամ նոր սկիզբ դնելու համար կարծես թե հիշատակված է հենց Հակոբի աղբյուրը։ Եվ ասում է եկավ եւ այդտեղ նստեց։ Ժամը 6-ի մոտն էր, 6-րդ ժամն էր այսինքն։ Մոտ կեսօրվա 12 գումարած 6 ժամ Իսրայելի ժամին գումարելով։ Եվ ինչ ասում։ Ասում է եւ մի կին եկավ, սամարացի կին եկավ, որ ջուր հանի։ Որոշ մարդիկ մտածում են, որ այս սամարացի կինը անառակ կին էր։ Ես այդպես չեմ մտածում։ Միգուցե հիշատակություններ, եթե ուրիշ տեղ կան կամ ինչ որ բան, միգուցե այդպիսի խոսք կարելի է մտածել, բայց կինը սովորական մի կին, ոչ մեկից չի փախել, գրած չի, ոչ մեկից չի ամաչել, ինչպես շատերն ասում են, գիտեք, կանայք, որոնք որ անառակության մեջ են, կեսօրվա ժամին են եթում ջուր հանելու, որտեվ այդ ժամանակ ոչ մեկ չէր գնում ջուր հանելու, մենակ իրանք պիտի փախեփախ գնային, ոնց որ ասած, քանի մարդ չկա։ Բայց հետաքրքիր բաներ կա այս նյութի մեջ, սիրելներ։ Ուզում իրար հետ նայենք։ Ասում է, որ եկավ, որպեսի ջուր հանի։ Հիսուսը նրան ասեց. «Ջուր տուր ինձ, որ խմեմ»։ Ջուր տուր, որ խմեմ։ Որովհետև նրա աշակերտները գնացել էին քաղաք, որ կերակուր առնեն, աշակերտներից ոչ ոք իրենց հետ չէր։ Եվ սամարացի կինն էլ ասեց նրան. «Դու որ հրյա ես, ինչպես ես ինձանից ջուր ուզում որ խմես, մի կնոջից, որ սամարացի է, որովհետև հրյաները չեն խառնվում սամարացիների հետ»։ Կռիվ։ Զգում եք այս կնոջ մեջ ինչ կա։ Միանգամից իմ ու քո ա դնում, ես ու դու ա դնում։ Դու ինչ գործ ունես իմ հետ, ինչ իրավունք ունես, ոնց ես ինձանից ջուր ուզում։ Այ մարդ ոչ մեկ չկա տեղ, մարդ հա, կապ չունի հիմա սևա, սպիտակա, ինչ հա, ոնց հա ջուր ա ուզում քեզնից, վատ բան ասում, ջուր տուր, ջուր տալու համար ոչ մի հատ ռասայական տարբերություն չես հաշվի առնի։ Եվ ինչ ա կատարում, այս կինը միանգամից սկսում է կարծես թե իր ներսի այդ կուտակումները բաց թողի Հիսուսի վրա։ Եվ գրված է, Հիսուս պատասխանեց նրան եւ ասեց. «Եթե Աստծո պարգևը իմանայիր, եւ թե ով է նա, որ քեզ ասում է, թե ջուր տուր, որ խմեմ, ապա դու նրանից կխնդրեիր, եւ նա կենթանի ջուր կտար քեզ»։ Աստծո պարգևը կենթանի ջուր։ Սրանք բանալի խոսքերն են, որ կարելի է ասել, բացում են այս ամբողջ իրականության միտքը։ Աստծո պարգևն է, որ դու ջուր ունենաս։ Դա նվեր է Աստծուց։ Դա քեզ տրված մի օրհնություն է, որը դու չես աշխատել։ Դու չես վաստակել։ Աստված ինքը իր հայրական սիրո սրտից իր ձեռքերից տալիս է քեզ։ Եվ այս կինը խառնվում է իրար։ Հիսուսի խոսքերը շատ ուժեղ ազդում է իր վրա, եւ ինչ է ասում այս կինը։ Ասում է, որ կինը նրան ասեց. «Դու դույլ էլ չունես, եւ հորը խորն է»։ Հիսուսը խոսում է ուրիշ ջրի մասին, կյանքի ջրի մասին, իրական հոգեվոր կյանքի ջրի մասին, այս կինը ուշք ու միտքը այդ ջրհորի ջուրն է։ Եթե վերցնենք փոխաբերական առումով, Տեր Հիսուսը հետո փոխում է խոսքի բանը, պատկերը, եւ մի ուրիշ տեղատանում իրան, ինչ է ասում։ Ասում է, որ միթե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս ջրհորը մեզ տվեց։ Եվ ինքը սրանից խմեց, եւ նրա որդիները, եւ նրա կենդանիները կամ անասունները։ Եվ Հիսուսը պատասխանում նրան եւ ասում է. «Ամեն այդ ջրից խմողը դարձյալ կծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես կտամ նրան, նա հավիտյան չի ծարավի։ Այլ այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար կբխի»։ Զգում եք, որ զրույցը ֆիզիկական, կինը խոսում էր ֆիզիկական ջրի մասին, ջրհորի, Հիսուսը խոսում է նրա մեջ աղբյուր կլինի, նրա մեջ ջրհոր կլինի։ Դրսից եկած ջրերը նորից են ծարավեցնելու, բայց ներսի ջրերը միշտ ներսում մեզ կլցնեն, կթարմացնեն, կհագեցնեն։ Ամեն։ Դրսից եկած քարոզները, դրսից եկած խոսքերը, դրսից եկած ինչ որ ազդեցիկ մտքերը, դրսից եկած աղոթքները, ուրիշներ իմ համար աղոթելը, սրանք մի օր նորից էլի քեզ ծարավեցնելու են։ Բայց երբ որ դու ներսումդ լիքն ես Աստծո ջրով, երբ որ դու ներսումդ ունես աղբյուր, այդ աղբյուրը քո ներսից բխում է։ Եվ դու ամեն անգամ չես սպասում, ով կաղոթի իմ համար, ով ինձ մի լավ բան կասի,
Սուրբ Հոգին մեր ներսից մեզ կսկսի սնել եւ օրհնել։ Ամեն։ Եվ տեսնում ենք, որ կինը մի հետաքրքիր պատասխան է տալիս։ Ասում է, եւ կինը ասես նրան. «Տեր, տուր ինձ այդ ջուրը, որ չծառամ եմ, էլ չգամ այստեղ ջուր հանելու»։ Տեր Հիսուսն ասում է, «Ներսումդ», ես ասում եմ, «Էլի ստեղ»։ Զգում եք մենք մարդիկս ինչքան ենք կապված այս աշխարհի ջրերով։ Կապված ենք ստե, այս աշխարհի, այս իրադարձությունները։ Հիսուսն ասում է, «Լսի, ինչ ուզում ես արա, այս աշխարհը իր ցանկություններով, իր ամեն ինչով կեղտոտվել է։ Խմես նորից ես ուզելու էլի խմես։ Նորից ծառավելու ես, բայց ես կտամ մի ջուր, որ հավիտենական կյանքի համար կբխի։ Դրսի ջրերը այս երկրավոր կյանքով կվերջանան։ Բայց Հիսուսի տված ջուրը, Հիսուսի տված կյանքը հավիտենական է։ Եվ դա այս սրանով չի վերջանում։ Դրա համար շատ անգամ մարդիկ, որ տեսնում են հավատացյալներին եւ անհավատներին, ապշում են, ասում են, սրանք ոնց որ ուրիշին որտից եկածելն են։ Մեր նման մարդ են, կարծես թե մեր սերունդի մարդ են, բայց դեռ ուրիշ ձև են մտածում։ Դու ուրիշ ձև ես մտածում, մենք բոլորս ուրիշ ձև ենք մտածում, քան որ աշխարհն է մտածում։ Եվ շարունակություն ասում է. Հիսուսը նրան ասեց. «Գնա կանչիր քո մարդուն եւ արի ստեղ»։ Եվ կինը պատասխանեց ու ասեց. «Ես մարդ չունեմ»։ Հիսուսը նրան ասեց. «Լավ ասեցիր, թե մարդ չունեմ, որովհետեւ դու 5 մարդ ես ունեցել եւ նա որ հիմա ունես, քոնը չի։ Դա ճիշտ ասեցիր»։ Ես երբ որ փորձեցի ուսումնասիրեմ հրեական հասկացողության մեջ ինչ է նշանակում մարդ ունենալ։ Գիտեք, որ երբ որ սամարացիները խառնվեցին տարբեր օտար մարդկանց հետ, երբ որ տարբեր մարդիկ եկան եւ գրավեցին, պաշարեցին եւ որոշները խառնվեցին հրեաների հետ եւ իրանք դարձան խառնված հրեաներ, այսպես էին անվանում իրանց։ Խառնված հրեաներ։ Եվ ինչ տեղի ունեցավ, սերունդափոխություն եղավ, նրանք ում ծնողը տատին, պապին արդեն սամարացու բան ունեին, մի կողմ ունեին, մաքուր հրեական ոչ մի միջոցառման չէին կարող մասնակցել։ Վերջացավ, սամարացին, սամարացիա։ Եվ ինչ է լինում էստեղ։ Ասում է, որ պատմության երբ որ ես նայեցի, նրանք քանի որ տարբեր ազգերից մարդիկ եկան տարբեր կրոններից, ամեն մեկի կրոնը իրանք համարում են, որ մեկը, երբ որ մի կրոնի հարում է, ինչ որ մի կրոնի արդեն ինքը համաձայնվում է, նրան համարում է իր ամուսինը։ Օրինակի համար ասում է 5 ամուսին կամ 6 կեսել, որ ունես էլ քոնը չի, նշանակում է սա ոչ թե նրա համար, որ ինքը անբարոյական կին էր։ Սա մեկնաբանություններից մեկն է, որը որ կարող ենք ընդունել եւ կարող ենք չընդունել։ Բայց հաշվի առնելով ժամանակի պատմությունը, պետք է հասկանանք, ինչի համար Հիսուսը խոսում է հենց այդպես եւ ինքը ստեղ շնության մասին ոչինչ չի ասում։ Օրինակի համար, եթե խոսենք Ռախաբի մասին, Ռախաբի համար կոնկրետ անունով է գրված։ Կամ երբ որ մեկը գալիս է շնության մեջ բռնված կինը, կոնկրետ գրած է շնության մեջ բռնված կինը։ Բայց այս կնոջ մասին ոչ մի բարոյական խնդիր նկարագրված չէ։ Եվ նրանք, ովքեր տարբեր կրոններից էին հավատում, համարում են, որ իրանք ամուսնացել են կամ իրենք իրենց հետ մեկացել են այդ կրոնի հետ։ Տեր Հիսուսը իրան հարց է տալի։ Ասում է գնա քո ամուսնուն կանչ, ասում ամուսին չունեմ, արդեն մինչև ստեղս կուշտ եմ այդ կրոններից։ Լսում եք ինձ։ Ինչ ջուր ասես լցրել են մեջը։ Մինչև ստեղ կուշտ եմ այդ կրոններից։ Ասում այո, շատ ճիշտ ասեցիր։ Ասում որովհետև դու 5 մարդ ես ունեցել եւ նա որ հիմա ունես, քոնը չի։ Դա ճիշտ ասեցիր։ Կինը նրան ասեց. Տեր, տեսնում եմ, որ դու մարգարե ես։ Լսեք ուշադիր, ինչքան կարևոր կետ կա ստեղ։ Տեսնում եմ, որ դու մարգարե ես։ Դու տեսնում ես իմ միջի կեղտոտ ջրերը։ Դու տեսնում ես այն բաները, որոնք որ իմը չպետք է լինեն։ Դու տեսնում ես այն ձևը, այն հավատքի տեսակը, այն կարգավիճակը, այն պարունակությունը, որի մեջ կա, որ իմը չպետք է լինի։ Եվ լսեք, խոսակցությունը չի գնում մարդ առնել կամ կնիկ առնելու մասին, որտեվ հաջորդ իսկ խոսքերը ցույց է տալիս հոգևոր զրույցի իմաստը։ Ինչ է ասում։ Ասում է միանգամից. Կինը ասեց նրան. տեսնում եմ դու մարգարե ես, մեր հայրերը այս սարում երկրպագություն արեցին, լսում եք, խոսքը երկրպագության մասին է, պաշտամունքի մասին է։ Մեր հայրերը այս սարի վրա երկրպագություն արեցին, իսկ դուք ասում եք, որ Երուսաղեմն է այն տեղը, որտեղ պետք է երկրպագություն անեք։
Այստեղ մարդու կնկա խնդիր չէր։ Կրոնի կամ հավատքի հնազանդության խնդիր էր։ Ինչին հնազանդեցնես քո անձը, նրա ծառան կլինես։ Եվ ինչա հետաքրքիր, Հիսուսն ասում է, ով կին լսիր ինձ, 22 համարից կարդամ։ Դուք երկրպագում եք նրան, որ նրան չգիտեք, մենք երկրպագում ենք նրան, որ գիտենք, որովհետև փրկությունը հրեաներից է, բայց հրեաներից, այսինքն հրեա լինելու պատճառով չէ, որ Քրիստոսը Մեսիան գալիս է հրեաներից, բայց ժամանակ կգա եւ հիմա է ժամանակը, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտությամբ կերկրպագեն Հորը, որովհետև Հայրն էլ այդպիսի երկրպագողներ է ուզում։ Երկրպագությունը ներսի բան է, դրսի բան չի։ Աղբյուրը ներսի երկրպագությունն է, հոգու մեջ է կատարվում երկրպագությունը, մենակ ասելը չի։ Ինչքան մարդիկ եք տեսնում, Աստծուն հավատում եմ, քեզնից է լավ եմ հավատում, ինձնից լավ հավատացյալ աշխարհում չկա։ Մի ձեռին պապիրոզն է, մի ձեռին բաժակն է, ոտերն էլ կեղտոտ, ինչ զիբիլների մեջ ասես ապրում է, չէ՞։ Հավատում է, ինձնից ու քեզնից լավ է հավատում։ Ձեր կարծիքով Աստված նայում այդ բերանի խոսքերին, ոչ։ Մենք արտաքինին ենք շատ անգամ նայում, բայց Աստված նայում է մարդու ներսը, մարդու սիրտը եւ խոսում է երկրպագությունից։ Ժամանակն է եւ հիմա է ժամանակը, որ ջրերը փոխվեն։ Եղբայրս քույրս հիմա է ժամանակը, որ աղբյուրներդ մաքրվեն։ Մի պահիր թշնամություն, կռիվ, մի պահիր խնդիրներ, խնդիրներ, ժամանակն է, որ դու քո հարցերը լուծես։ Եթե դու քո ներսի ջրի հարցերը այսօր չլուծես, սատանան քո հարցերը կլուծի։ Դրա համար մեզ պետք է, որ մենք վստահենք Աստծո ջրերին եւ թույլ տանք, որ Սուրբ Հոգին մեր մեջ աշխատի։ Ամեն։ Որովհետև Աստված հոգի է եւ նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն։ Աստծուն չես կարա կեղծ ձևով պաշտես, ներսիցդ պետք է բխի մի բան։ Որոշ մարդիկ, այս հիշում եմ մի օր մի եղբայր կար ասում է, որոշ մարդիկ կանգնում են երկրպագության, անուշ բուրմունքա բարձրանում երկրից երկինք, Աստված ասում է ջան։ Որոշ մարդիկ կանգնում են երկրպագության, Աստված ասում է երբեմն այդպես է։ Ինչա բխում, ինչ ես տալիս Աստծուն, ինչով լցված ես, էդ էլ կտաս։ Ինչ որ առօրյայում լցվում ես, դրանով էլ պետք է մի ձև դուրս գա դա թե չէ։ Դրա համար, երբ որ ապրում ենք պաշտամունքից մյուս պաշտամունքի արանքում, մեր բնականon կյանքում, պետք է մի բան հասկանանք, որ այդ արանքում պետք է մաքրությամբ ապրենք, որ կեղտը չհասցնի լցվի։ Եթե լցվի էլ արագ այդ հարցերը լուծենք եւ թույլ չտանք, որ դրանք խանգարեն մեր անկեղծ եւ մաքուր երկրպագությունը։ Ամեն։ Եվ ասում է, որ կինն էլ ասես նրան, գիտեն, որ Մեսիան պիտի գա, որ Քրիստոս է կոչվում։ Երբ նա գա, ամեն բան կպատմի մեզ, խոսքերով ամեն ինչ գիտի, բայց ներսը ինչ է։ 6 մարդ։ Երբ որ կգա ամեն բան կպատմի մեզ, եւ Հիսուս նրան ասեց. Ես եմ Մեսիան, որ քո հետ խոսում եմ։ Եկել եմ, որ ամեն բան պատմեմ քեզ։ Ինչ պատմեց, ճիշտը պատմեց։ Ամեն։ Ինչի մասին խոսեց, ճիշտը խոսեց։ Եվ ամեն ինչ պատմեց։ Եվ ասում է Հիսուսը այս բաները խոսում էր, սրա վրա եկան աշակերտները եւ զարմանում են, որ այս կնգա այդ խոսում է, բայց ոչ ոք չասեց, թե ինչ ես ուզում կամ ինչ է իր խոսում նրա հետ։ Կինն էլ իր կուժը թողեց, լսում եք, կուժ, որ եկել էր ջրհորից ջուր հաներ, թողեց, դա այլևս իրան պետք չի։ Հոգևոր իմաստը նայենք, որտեվ արդեն իր մեջ աղբյուր բացվեց։ Ու ինչ արեց ինքը, լսեք ուշադիր, թողեց կուժը եւ գնաց մտավ քաղաք եւ մարդկանց ասեց. եկեք տեսեք մի մարդ, որ ինձ ասեց բոլորը ինչ որ գործել եմ, արդյոք նա է Քրիստոսը։ Եվ քաղաքի ժողովուրդը ելան եւ եկան Հիսուսի մոտ։ Աղբյուրը բացվել եւ իր խոսքը ազդեցիկ դարձավ ուրիշներին բերելու դեպի Քրիստոսը։ Ինչի մեր խոսքերից շատերը Քրիստոսին չեն գալի, որտեղ աղբյուրը լավը չի, որտեղ աղբյուրը մաքուր չի։ Խառը մարը ինչ ասես լցրած ամներ։ Բաներ են խոսում մեկ բուդայից, մեկ քրիստոնեությունից, մեկ կրիշնայից, մեկ իսլամից, մեկ մուհամեդից, մեկ վերևից, մեկ ներքևից։ Մարդ չի հասկանում, դու ի՞նչ կրոնի ես, ի՞նչ կարևոր է։ Կարևորը մենք հավատում ենք երկնային ուժին։ Սատանան էլ է երկնային ուժ։ Հավատանք իրան, եթանք իր այդևից ոչ։
Կարևոր է զուլալ աղբյուր ունենալ։ Ամեն։ Ուրեմն սիրելիներ, ջրհորները հաճախ նոր հարաբերության սկզբի խորհրդանիշ են։ Մեր ջրհորների մոտ, Աստծո ջրհորների մոտ մենք պետք է հանդիպենք Տիրոջը, որ նոր հարաբերություն սկսվի։ Նրա ճշմարտության, նրա խոսքի, նրա սրբությունների, նրա օրհնությունների մեջ պետք է հանդիպենք մենք, որ կարողանանք մեր ներսում նոր աղբյուրներ փորել Աստծո թագավորության իրավունքի համար։ Ծննդոց գրքի մեջ մենք տեսնում ենք, որ երբ որ Հակոբը Ռաքելին հանդիպեց ջրհորի մոտ, նույն բանը արեց, օգնեց, որ ջուր տա եւ հոտին խմեցնի։ Այդ ջրհորը դարձավ Հակոբի ու Ռաքելի սիրո հանդիպման վայրը։ Եվ կարող ենք այդպես ասել, որ թերևս Սամարացի կնոջ եւ Հիսուսի հանդիպումը դարձավ այս կնոջ վերափոխման եւ նոր սկզբի առիթ։ Ամեն։ Առակաց 20-րդ գլխի մեջ 5-րդ համարում այսպես ասում. խորը ջրեր է մարդի սրտի խորհուրդները, բայց խելոք մարդը նրան հանում է։ Այդ խորը ջրերը, այդ որ մենք պահել ենք, փչացրել ենք արդեն, հոտել է գալի դեղից, եկեք հանենք, թեմաներ, խոսքեր, զրույցներ, չգիտեմ ինչեր, նյութեր, եկեք հանենք, խելացի մարդը, խելոք մարդը հանում է այդ, չի թողում որ իրա մեջ մնա, դա միգուցե մտքերն են, ցանկություններն են, միգուցե սխալ հավատքն է, միգուցե սխալ փնտրտուքներն են, մեր ժամանակավոր ջրհորները պետք է վերափոխվեն հավիտենական կյանքի ջրհորներով։ Ամեն։ Երեմիա մարգարեության մեջ երկրորդ գլուխ 13 համարն ասում է, որովհետև իմ ժողովուրդը երկու չարություն գործեց կամ կրկնապատիկ չարություն գործեց։ Ինձ կյանքի ջրի աղբյուրը թողեցին եւ իրենց համար ծակծակ հորեր փորեցին։ Հորեր, որոնք չեն կարող ջուր պահել։ Ով է կյանքի աղբյուրը, Տերը։ Ով է այն կենդանի ջուրը, որը երբեք չի փչանում, չի հնանում, Տերը։ Նրա աստվածային խոսքը։ Երբեք նրա խոսքը չի հնանում։ Աստծո խոսքը ինչ ասում։ Երկինք ու երկիրը կանցնեն, բայց այս խոսքերից ոչ մի նշանագիր անգամ չի անցնի։ Եվ ով ավելացնի Աստծո խոսքերի վրա ուժեղ թե Աստծո խոսք, ասում է, որ չարիք ավելանալու։ Իսկ որ պակասեցնի, ասելով դեպի Աստծո խոսք չի, նրա բաժինը պակաս կլինի ասում Աստծո խոսքը։ Ուրեմն սիրելիներս, այն աղբյուրը, որը որ բխում է Տիրոջից, այդ աղբյուրն է պետք է լսել, ընդունել, հավատալ եւ ապրել։ Ամեն։ Եվ ասում եմ առաջի բանը սա որ թողեցին ինձ։ Թողեցին, որովհետև չուզեցին իմ ջրից խմեն, ուզեցին իրաց ջրերը խմեն, ուզեցին իրաց թեմայով ես ապրեմ։ Գիտեք, այսօր անկեղծ լինենք, եկեք շատ անկեղծ լինենք։ Այսօր շատ անգամ մենք ուզում ենք, որ Աստված մեր թեմայով ապրի, քան թե մենք Աստծո թեմայով ապրենք։ Դա մեծ սխալ է։ Սա թողել է նշանակում Տիրոջը։ Բայց երկրորդ խնդիրը ավելի վաղն է, որ ինչ որ մի հոր դարձրեցին, մի բան սարքեցին, իրանց հասկացած ու հավատացած ձևը եւ ասեցին, «Էս Աստված»։ Եվ դրա մեջ մնացին։ Սիրելիներս, ժամանակն է որպեսզի վերադառնանք Տիրոջը իր մաքուր եւ սուրալ աղբյուրներին։ Եվ Սաղմոս 65-ը 9 եւ 10 համարների մեջ այսպես է գրված. Դու այցի ես գալիս երկրին, կամ տես ես գալիս երկրին եւ խմեցնում ես նրան, շատ հարստացնում ես նրան։ Աստծո գետը լիքն է ջրով, ցորեն ես պատրաստում նրանց համար, որովհետև այսպես պատրաստեցիր նրան։ Դու խմեցնում ես նրա ակոսների, ցածացնում ես նրա վարածը, անձևով կակղացնում ես նրան եւ օրհնում ես նրա հուսածը։ Ինչքան գեղեցիկ է, չէ՞։ Աստծո գետը լիքն է ջրով։ Աստված ջրի կրիզիս չունի։ Աստված քեզ օրհնելու կրիզիս չունի։ Աշխարհի թագավորները կրիզիս ունենում են, երկինքը երբեք օրհնության կրիզիս չի ունենում։ Նրա աղբյուրները պատրաստ են ամբողջ հավիտենականության համար։ Լիքը, առատ, առանց որևէ խնդիրների, առանց որևէ արգելքների կամ պակասության։ Մենք երբեմն չենք հավատում, որ Աստված կարող փոխի մեր աղբյուրը։ Սիրելիս, այսօր հավատքը դիր Աստծո ճշմարտության վրա։ Աստված կարող քո դառը աղբյուրները վերափոխի քաղցր ջրերի։ Ամեն։ Խոնարհենք մեր գլուխները Տիրոջ ներկայության մեջ։ Շնորհակալ
քեզ սիրելի Տեր։ Շնորհակալ եմ, որ դու մեզ ուզում ես, որ այսօր մեր ներսի պարունակությունը, մեր աղբյուրները փոխես։ Շնորհակալ եմ, որ մեր ջրհորների այն հնացած, մաշված, արդեն հոտ բռնած, արդեն փչացած ջրերը դու ուզում ես Տեր մաքրես, դու ուզում ես դրան Տեր վերափոխես, եւ այն ամենը ինչով որ մենք լցված ենք եղել այսքան ժամանակ, ուզում ես որ մեզ թարմացնես, նորացնես։ Եվ դրա համար քո թարմ ջուրն ես բերել, քո նոր խոսքը, քո կենդանի խոսքը։ Շնորհակալ եմ այս խոսքերի համար Տեր, որ դու փոխանցեցիր այսօր մեզ բոլորիս, մեր սրտերը լցնելով հույսով, օրհնություններով, մեր միտքը բացելով, մտածելու վերին բաների մասին, այն հավիտենական, այն օրհնյալ բաների մասին, որոնցով որ կարող է մեր կյանքը պտղաբերել եւ օրհնյալ լինել։ Սրա համար Տեր, հիմա խնդրում եմ քեզ, օգնես, որ մենք գիտակցենք, որ մեր ներսի այն ջրերը, որոնք որ Տեր հնացած է, դրանք մեզ երբեք չեն կարող կյանք տալ։ Դրանք ամեն օր մեր մեջ նոր բակտերիաներ կառաջացնեն, նոր պրոբլեմներ, նոր խնդիրներ, մեկը չլուծված մյուսը կստեղծվի, մեկը չվերջացած մյուսը կծնվի, բայց ես աղոթում եմ Տեր, որ դու քո ձեռքերը երկարես, Տեր մաքրես, քո արյունով սրբես Տեր ամեն մի եղբորս երկրոջս, եւ այս աղբյուրները, այս ջրհորները, որ այստեղ են Տեր, ես աղոթում եմ թող որ նրանք սրբվեն քո խոսքի ճշմարտությամբ, թող նրանց ներսի պարունակությունը, անցյալի հոտած ջրերը, թող այլևս զորություն չունենան եւ իրավունք չունենան մնալու, թող որ դրանք դուրս գան, թող դադարի նրանց խոսքը Հիսուսի անունով, թող վերառնվի Տեր, թող մաքրվի, Տեր աղոթում եմ, որ քո արյունը կաթեցնես մեր մեջ, Տեր Հիսուս, այն արյունը, որով մենք կարող ենք սրբվել, մաքրվել, կարող են ջնջվել մեր հանցանքներու մեղքերը, եթե մենք ենք այդ ջուրը հոտացրել, մեր ապաշխարությամբ ուզում ենք ասել Տեր, փոխիր մեր ջրերը, փոխիր մեր ջրերը Տեր, չենք ուզում մնալ նույն ջրերով Տեր, չենք ուզում ամեն անգամ նույն պրոբլեմը, նույն կոնֆլիկտը, նույն խնդիրները, նույն կռիվները, նույն բամբասանքը, նույն չարախոսությունը, նույն անցյալի վախերը, նույն անցյալի պրոբլեմները, չենք ուզում դրանց շրջապատել մեզ, չենք ուզում դրանց գարշահոտությունը գա մեր կյանքի մեջ, այլ ուզում ենք Տեր քո թարմ, քո մաքուր ջրերը գան մեր մեջ։ Տեր մենք այսօր ուզում ենք Տեր նոր ջրհորներ լինի մեր մեջ, ուզում ենք Տեր այդ ամբողջ անցյալը մոռանալով քո աստվածային աղբյուրները գան մեր մեջ։ Շնորհակալ եմ քեզ, որ դու տալիս ես մեզ այս օրհնությունը, երբ որ դու խոստացար, որ դու մեր մեջ նոր աղբյուր կբացես, դու այդ խոսքերն ասեցիր Սուրբ Հոգու համար, որ դու կուղարկես մեր մեջ, եւ Սուրբ Հոգին կբնակվի մեր մեջ, եւ մեր ներսը կդառնա նոր աղբյուր, որ չենք հիշի անցյալի ցավը, որ չենք ապրի անցյալի պրոբլեմներով, անցյալի հիշողությամբ, անցյալի ազդեցությամբ, այլ կրնենք նոր ստեղծագործություն, որովհետև հները կանցնեն եւ ամեն բան նոր կլինի։ Եվ ես աղոթում եմ Տեր, դիր մեր մեջ զղջացող սիրտ, եթե Տեր, ինչ որ կերպ ապականվել է մեր ներսի աղբյուրները, ինչ որ թեմաներից, ինչ որ խնդիրներից, ինչ որ նյութերից, որոնք որ խոսվել են, որոնք ասվել են վիրավորանքներ, կռիվներ, անհաշտություններ, բաժանումներ, թող որ մեր աղբյուրները մաքրվեն դրանցից եւ թող նոր ժամանակներ գան, նոր աղբյուրներ բխեն մեր մեջներ, սրբության, արդարության, սիրո, զորության, զգաստության, հավիտենական կյանքի։ Շնորհակալ եմ Հիսուս, որ դու զարդարում ես մեր կյանքը։ Թող օրհնյալ լինի անունդ, Հայր աղոթում եմ հիմա մեզ բերել գիտակցության, որ անհնար է ապրել գարշահոտության մեջ, անհնար է ապրել անցյալի թեմաների մեջ, անհնար է շնչել այդ կեղտոտ օդը, անհնար է մաքուր մնալ, անհնար է հոգևոր առողջ լինել, երբ որ գարշահոտություն եք շնչում, թող մաքրվի։ Շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ Հիսուս,
դարձրել է, ուշադրությունը դարձրել է դրանց վրա, մի խուսափի դրանից։ Ես աղոթում եմ, որ Տերը խոսի, թե ինչ ջուր կա այսօր քո մեջ, որը սպանում է կյանքդ, որը փչացնում է, որը քեզ վնասում է, որը քեզ դարձնում է տկար մեկը։ Մի փախի դրանից։ Սիրտդ բաց Տիրոջ առաջ ասա, Տեր, այս թեմանից նեղացնում է, այս թեմանից հալածում է, այս թեմանից սխալ է, արշավի է, ես դա չեմ ընդունում, այս թեմանից արդեն կյանքս կերել է, չեմ ուզում այլևս սակայն կյանքի հետ։ Տեր, ուզում եմ քո լուծումը, ուզում եմ քո ջրերը, քո պարզությունը գա, Տեր, եւ փոխի իմ աղբյուրների ջուրը։ Իմ աղբյուրի պարունակությունը դու լինես, Տեր, քո արդարությունը, քո սրբության ջրերը, քո խոսքի ճշմարտության ջրերը թող լինեն, Տեր։ Շնորհակալ եմ Հիսուս։ Խնդրի Տիրոջը, քույրս եղբայրս, խնդրի Տիրոջ ասա, Տեր, հանիր այդ ջրերը իմ միջից։ Այդ ողջնած ջրերը հանի իմ միջից, Տեր։ Այդ ճիճվող ջրերը հանի իմ միջից։ Չեմ ուզում, որ այդ ջրերը մնան իմ կյանքի մեջ։ Արդեն հոգնել եմ, արդեն զզվել եմ նույն թեմաներից։ Փող արինի դրանք սիրո, խաղաղության, առողջ ջրերի ովտեր։ Շնորհակալ եմ Հիսուս։ Շնորհակալ եմ Հիսուս։ Շնորհակալ եմ Հիսուս։ Շնորհակալ եմ Հիսուս։ Կարող ես քո սիրտը ջրի պես թափել Աստծո առաջ։ Ջրի պես թափիր սիրտը Աստծո առաջ։ Մի ափսոսա։ Մի մտածի, որ լավ բան ես պահել, որ մի օր ինչ-որ մեկին պիտի ապացուցես, հանես ու դեմը դնես այդ խոսքը։ Մի պահի։ Ներման ջրերը թող խոսեն քո մեջ։ Ներման արձակման ջրերը թող խոսեն այսօր։ Սուրբ Հոգի աղոթում եմ շարունակիր մեր մեջ զորավոր գործ անել։ Մեզ ազատիր մեր հին ջրերից։ Մեզ դուր նոր ջրեր, սուրբ ջրեր։ Քո աղբյուրների ծառավ եմ ովտեր։ Եթե ծառավ ես, կարող ես ինձ հետ միասին կանգնել, սիրելի քույրս եղբայրս։ Կանգնել Տիրոջ առաջ միասին։ Եվ մեր սրտից թույլ տանք, որ արձակվի դուրս գա այդ ամենը։ Միասին երկրպագել Տիրոջ։ Ծառավ եմ քեզ, և չունեմ մեկի քեզնից բացի, հոգիս տանջում եմ քեզ, ինչպես եղջերու ջրերի։
Տեր քոն է հանգիստը քո հոգու մեջ է ողջ կյանքը